Արմավիայի ինքնաթիռով 3 ուշ երեկոյան Երևան հասան մոտ 150 սիրիահայեր։ Նրանց դիմավորողների թվում էր հալեպաբնակ Հրաչ Ասատուրյանը։ Ինքնաթիռի տոմսեր չլինելու պատճառով նա մոտ 1 ամիս առաջ կնոջն ու 3 երեխաներին Հայաստան է բերել սեփական ավտոմեքենայով, հատելով Սիրիայի սահմանը ցամաքային ճանապարհով։ Հալեպը լավ էր, 1 ամիսը վատ եղավ ավելի։ Բայց լավ էր, ինչի եկաք այդ բայնը։ Ինչ եկանք, չոլոք հոմ ծգենք, ընտանիքս, 3 գրիկ և 3 հատ երեխա, 5 հոգի։ Ինչի համար եք ձեր ավտոյով եկել։ Ինչով կանք, սամալոտ չգար, նոմ չգար, ծգեցինք եկանք Հայաստան։ Նրա ընտանիքը տեղավորվել է քրոջ տանը, բոլորով ապրում են մի հարկի տակ։ Հրաչը դժգոհում էր, որ Հայաստանի կառավարությունն իրենց անուշադրության է մատնել։ Եկանք, որ պասպորտը արդեն հայկական, կացինք օվիր, գարդես պասպորտը մուրացկան եղանք արդելու, ըսի որ բիդիդակ նմինատով միրակ ինձի պասպորտը, ես իմ պասպորտը կողեմ։ Հիմա եկել ենք $5,000, մենք ամիս հետ ասեցինք փողը, որուն եթակ տուրիզմնենք, եթակ մուրանք, մենք հոստեղը եկել ենք մուրացկան չենք, հացար, մենք մեկ հատ դունս տախեմն Հալեպ $200,000 է։ Արդեղ եկել ենք թափարական, չենք իրեկով ինք պիտնենք, մեզի դեր դիրական թացող չկա, ով գակ դեղոր, մեկը չող դեր է, ամեն բարապ խոցակցուն է։ Հալեպում ավտոմեքենաների առքու վաճառքով զբաղվող սիրիահայ Հայաստանում անգործ է մնացել։ Սփյուռքի նախարարության աշխատողները եւս օդակայանում էին։ Նրանց հետ Հրաչը, ինչպես նաեւ այլ հալեպահայեր վեճի բռնվեցին։ Շնորհակալություն ձեզ մեկ։ 5 աստղանի շնորհակալ ենք ձեզ մեկ։ Որ մի տոմս $500 կարից ենք $600։ Շատ շնորհակալ եմ։ 4 հատ երեխես կարից է $2,000։ Լավ ապեր։ Դու կարաս բերես 4 երեխա իմ աուս 100 տա ինչ ա եղել։ Շնորհակալ, պատասխան մի տա ինձի, պատասխան պահե քեզի։ Չէ, մի րոպե։ Պատասխան պահե քեզի, կերտած քուչևերուտ կասես։ Սպասի, դուք էդ Չէ, ինձի պետք չէ քու պատասխան։ Դե ուրեմն իմացեք ում հետ ինչ եք խոսում։ Ուրեմն դու չես գիտես, որ մարդը $2,000 4 երեխայի համար տալիս է, ուրեմն դու իմացիր դա ինչ կա։ Եվ 3 շաբաթ եք սպասել։ Հասկանալի։ Ուրեմն ամեն Չես հասկանալի, ոչ հասկանալի, ես քոյություն չունի։ Բերեք չվիրավորեք։ Չէ, վիրավորեմ քեզի որ երթած քուչևերուտ հասցնես։ Շատ կներես, ճիշտ բաներ եմ ասում։ Ուրեմն ամեն մեկը պատասխանատու է իր գործի համար։ $100,000 չեն եկած։ Մարդիկ ինչպես որ տեղավորվել են հասել են Հայաստան։ Հասկանալի է։ Որ Հայաստան իրենց դերություն կնեն ժողովրդին։ Դուք ում եք դիմել։ Մի հատ ինձ ասեք, ուր եք գնացել։ Ես կարևոր եկա Հայաստան հասա։ Հայաստան հասա։ Որուն թիմ եմ Դե ես էլ ասում եմ, եկեք սպորտի նախարարություն։ Դուք եկել Հայաստան իջել եք, դուք ուզում եք որ առանց որևէ դուր թաքնելու ձեր խնդիրը։ 3 Հայաստան տեղափոխված սիրիահայերն Ազատություն ռադիոկանին ասում էին, որ Հալեպում լսելի են կրակոցներ, որ Հայաստան են գալիս հիմնականում պատերազմից հեռու մնալու պատճառով, որ հայկական թաղամասերում համեմատաբար վիճակը խաղաղ է, բայց իրենք զգուշանում են փողոց դուրս գալ։ Լավ չէ, մենք չենք ասում լավ։ Ճիշտ ինչ է ասում ենք, վատ է։ Հալեպից եք գալիս։ Այո։ Կրակոցները շատ են լսվում։ Շատ են։ Որ թաղամասերում։ Ավելի Հալեպի շրջակայքը։ Փողոցը փամը չի գա, ոչինչ կա։ Փամը չի գա, վաղ չի գա։ Մեր գոմը ավելի աբահով է։ Ցաներ լսվում է, բայց ոչինչ կա։ Այսօր ավելի լավ է, լսեցինք, որ փանագը, սուրիական փանագը այդ զինյալներուն, որ եկեր են Հալեպի մեջ խլուրդում գնեն, փանագը անոնց զարգած է, բավական վնաս հասցած է։ Հալեպ բամը չի գա։ Կրակոցներ չկան։ Գլսենք, բայց քաղաքի մեջ բամը չի գա։ Բա որտեղ է այդ ամեն ինչը։ Շուրջակայքը։ Շատ մի հավատակ, շատ մարդիկ սուտ են խոսում, մի հավատակ։ Հալեպ լավ։ Չեմ գիտի, եթե ասպես պիտի մնա, քիչ դժվար է այդան վիճակը։ Ինչպես այսպես։ Ասպես, այսինքն բادرազմ պիտի մնա դեպական, շարունակվի բادرազմը, քիչ դժվար պիտի լա այդան գացի։ Գրիպ գացելով, զարնել գա, իրար հետ զարնել գա։ Չէ, հայկական թաղամասերը փամը չի գա, լավ է։ Միան իրենց կողմերը։ Գրիպը մեզ մերու է։ Մենք բացարձակապես խնդրություն չենք դրել։ Ոչ իշխանության հետ, ոչ ինտիմացիաների հետ։ Դրա համար մենք խնդրեմ չունենք։ Մենք այո։ Մեզի պաշտպանող կա դե։ Ո՞վ է պաշտպանում։ Պետությունն։ Յա, բայ բայ։ Այդ բարը մեկի կաֆե որ տեսնում եք, այնտեղի։ Այստեղ սրա վրա էր։ Այս բետոնի հատվածը դերում եք, այս սրա վրա էր։
Վերջին 2-3 տարում Սևանա լճի մակարդակը նախատեսվածից արագ է բարձրանում, տարեկան 25-ից 35 սանտիմետր։ Լճի մակարդակի բարձրացման հետևանքներին ականատես եղանք Սևանա լճի ափերից մեկում, նախկին հանգստյան գոտու շինություններն ու գույքը վաղուց ջրի տակ են անցել։ Առաջ այդ էսա ռեստորան էր ստեղ, մաղալնդեր, այնտեղ խորոված են անում, դրանից դեմը մի 10 մետր ներքև, նոր պլաժ պատկերացրեցիք, ստեղից մոտորապես մի 10 մետր ներքև նոր ջուր էր։ Նախկինում շահութաբեր բիզնես համարվող լճափի վարձակալությամբ զբաղվող ձեռներեցներն այժմ վնասներ են կրում։ Լճի ջուրը եկել ու կիսով չափ ծածկել է ափի տնակները, շինությունները։ Որոշները տարհանվել են, մյուսներն էլ կծառայեն առավելագույնը մինչև հաջորդ տարի, ասում են վարձակալողները։ Մենք ստեղ ապրում ենք Սևան քաղաքում, ստեղ ժամանակին, ասենք, բիզնես ենք իրականացրել, պետությունից հողը վարձակալել ենք, տնակներ ենք տեղադրել, էծանիվ նավակներ ենք բերել, բան սենց։ Բայց ձեր բիզնեսը ինչ եղավ այս ջրի։ Մեր բիզնեսը վերջացավ։ Անցավ ջրի հատակը։ Վերջին 10 տարում Սևանը բարձրացել է 3 մետրով, թեև 2001 թվականին հաստատված ծրագրով տարեկան պետք է բարձրանար 15-ից 25 սանտիմետր, այսինքն ընդհանուր առմամբ 1,5-ից 2,5 մետր։ Լճի ափային տարածքները վարձակալողներն ասում են, որ իրենք զգուշացվել են լճի մակարդակի բարձրացման մասին, սակայն ջուրը սպասվածից արագ է բարձրացել։ 3000 քառակուսիմետր վարձակալած հող ենք ունեցել, այս ամենը մնացել։ Գոյություն ունի կապիտալ շինության թույլատրելի նիշ, դրանից ներքև վարձակալական պայմանագիրը կնքում են 3 տարով։ Եթե դուք ցանկություն ունեք, կնքում եք, չէ՞, ոչ մի փոխհատուցում, ոչ մի բան չկա։ Իրանք կառավարությունը հայտարարել է ի սկզբանե, որ դի տարեկան 15-ից 20 սանտի բարձրանա։ Բայց այս վերջի 10 տարվա կտրվածքով իրանք մի 7-8 տարի առաջ են իրենց նախատեսված տեմպի։ Այսինքն եթե 20 սանտիով համարենք, 20 սանտիով 10 տարում պետք է 2 մետր բարձրանա, բայց փաստացի բարձրացել է 3 ու ավել։ Կառավարությունը Սևանա լճից տարվա ընթացքում լրացուցիչ 150 միլիոն խորանարդմետր ջուր բաց թողնելու իր նախաձեռնությունը պայմանավորում է Արարատյան դաշտի ոռոգման խնդիրներով։ Սևանցիներն էլ ասում են, պետք է պայքարել ջրի մակարդակի բարձրացման դեմ։ Ջրի տակ են մնացել նախկին ռեստորաններ, շինություններ, որոնք ոչ միայն գրավիչ բիզնեսին են վնասում, այլև լճի էկոհամակարգին։ Այդտեղ կրանտներ կուքային։ Այս բառը որ դաշ ստեղից բացատրիչից բետոնիրա բառն է։ Այդ կրանտները դեր։ Դրանք ամբողջ արմատները նեխելու է, հդասման պրոցեսերում, դրա համար խնդիրը բարդ է լճի համար։ Այս որ պահում են այս տարի թողել են, այդ պատճառը երաշտը չի։ Հիմնականում այդ նեխացման պրոցեսն է։ Եթե Բարդենիսի կոմը նայեք, ընդ շատ ահավոր է, ընդ հոտից չես կարող ասես։ Սևան ազգային պարկի աշխատակիցը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին ափից արդեն հեռացվել են մի քանի տասնյակ տնակներ, վերացել են հանգստի գոտիներ։ Կամաց անում են, որի դրա հոժար կամքով, որը դոմիկի հետևից մեր դարպասներ եթե նկատեք 70 մետր։ Այս պրոցեսը կատարվում է, էլի, նենց ինչի որ չի։ 2002 ճիշտ է, սա հայ են։ Մինչև ոնց ասում են, սկորին չհասնի, բան չեն անում։ Բայց աշխատանքները տարվում է, եթե ազատվի, ուրիշ տարբերակ չկա։ Փուլ այդ ամեն ինչը կատարվում էլի։ Բան կա, ծրագիր կա, ասենք այս տարի օրինակի համար մինչև 1900 նիշը պետք է ազատվի, մյուս տարի մինչև 1 նիշը, 1,5 փուլ, մենակ դոմիկները չէ։ Ասենք կիսած շինություններ կան, ծառեր կան, թփեր կան, այդ աշխատանքները սարքան։ Սևանից բաց թողնվող օրենքով սահմանված առավելագույն ջրի քանակը այս փոփոխություններից առաջ տարեկան մինչև 170 միլիոն խորանարդմետր էր, իսկ օրենքում կատարված փոփոխությամբ առավելագույն քանակ է սահմանվել 320 միլիոն խորանարդմետրը։ Այս տարի ներդրված սոցիալական փաթեթները պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական օգնություն են առողջության հանգստի ծախսերը հոգալու, հիպոթեկային վարկեր մարելու եւ երեխաների ուսման վարձը վճարելու համար։ Դպրոցների, մանկապարտեզների ու այլ կառույցների ամբողջ դրույքով պետական ծառայողները կստանան 132,000 դրամ, որից 52,000-ը պարտադիր առողջական ապահովագրություն է, մնացած 80,000-ը հատկապես այս սեզոնին մարդկանց մեծամասնությունը նախընտրում է ծախսել հանգստի
դաշտի վրա։ Այս տարի ցույց կազմակերպել ջերմուկի առողջարաններից կամ հանդիսած մեյսկետ։ Ինչի հենց ջերմուկ։ Ջերմուկից սկսենք, հետո տեսնենք։ Պետական աշխատողները 132,000 դրամը արձեռն չեն ստանում։ Հանգստյան փաթեթները գնում են զբոսաշրջային գործակալություններից, որոնք ողջ երկրում ընդամենը 9-ն են ու տեղակայված են միայն Երևանում։ Մեր այցելած 3 գործակալություններից 2-ում գոյացել էին հերթեր, որովհետև տուրիստական ընկերությունները չէին հասցնում սպասարկել մարդկանց մեծ հոսքին։ Հերթեր գոյանում են, որովհետև սպասարկողների քանակը մեծ է, իսկ կարծում եմ տուրօպերատորները քիչ են, կարծում եմ նաև դա է պատճառը, երկրորդ պատճառը, որ առաջին տարին է եւ բոլորի համար նոր բան է եւ թերևս այս 1 տարվա ընթացքում կկարողանանք ինչ-որ մեխանիզմներ մշակել, որպեսզի շատ ավելի արդյունավետ աշխատենք։ Երևանում տեղակայված զբոսաշրջային գործակալությունները սպասարկում են ողջ երկրի պետական ծառայողներին։ Գյուղերից ու մարզերի քաղաքներից մարդիկ ստիպված են գալ Երևան, նույնիսկ երբեմն ոչ թե 1, այլ 2 անգամ։ Եթե իրենք զանգում են մեզ, եթե զանգում են, արդեն որոշել են, որ հյուրանոցն են գնում օրերը, իրանք գալիս են 1 անգամ, որովհետև զանգում մենք արդեն լրիվ կարգավորում ենք իրենց բրոնյաները, անուններով, անգամ հաճախորդներին ասում ենք, եթե օգտվում եք էլեկտրոնային մեյլով, իրանք ուղարկում են մեզ էլեկտրոնային մեյլով բոլոր տվյալները, իրենք ուղղակի գալիս են վերցնում են, արդեն պատրաստ։ Եթե չէ, արդեն մի անգամ գալիս են։ Եթե չէ, մի անգամ են նորից գալիս են, 2 անգամ մաքսիմում, բայց ամեն ինչ անում են, որ փաստորեն մեծ մասն էլ շրջաններից են գալիս, ամեն ինչ անում են, որ գոնե հաճախորդը 1 անգամ մտնի։ Մեկ այլ զբոսաշրջային գործակալության առջև մեզ հանդիպեցին մի խումբ ուսուցիչներ Գյումրիից, ովքեր զայրացած էին երկար հերթ կանգնելու ու ողջ օրը սպասելու պատճառով, բայց այս մասին տեսախցիկի առջև խոսել չցանկացան, քանի որ ինչպես իրենք նշեցին, պետական աշխատողներ են։ Երրորդ գործակալության մուտքի մոտ զրուցեցինք սպասարկվելու իր հերթին սպասող կնոջ հետ, ով նույն պատճառով խնդրեց չհայտնել իր անուն, ազգանունն ու աշխատանքի վայրը։ Մի քիչ էս քաշքշուկը շատ է, էլի։ Պետք է ստեղից պայմանագիրը վերցնեմ, տանեմ մեր հաշվապահությունից նոր գնամ հանգստյան երևի թե տենց։ Ինտերնետով չեն անում այդ ամենը։ Չեն անում, հենց էս քաշքշուկն է, որ հետա պահում։ Հիմա ժամը 1-ն է, քանիսից եք այստեղ դուք։ Ժամը 11-ից երևի։ Բավականին հերթ է, ցանկալի է, որ սեզոնին գոնե մի 2 աշխատող ավել պահեն, որպեսզի մարդիկ ցած չսպասեն։ Այս շոգին 2-3 ժամ սպասելը դժվար է բոլորի համար։ Ու դեռ երևի մի քիչ էլ կսպասեն։ Դեռ էլի կսպասեն, դեռ 2 հոգի էլ կան, ինչև ինձ։ 80,000 դրամը իմ զրուցակցին կբավարարի 5 օր հանգստանալու համար։ Ցանկալի է հանգստանալ Արզունի առողջարանում, քանի որ այնտեղ բուժում կա, պրոցեդուրաներ կան։ Բայց դեռ պարզ չի, որ օրը ինձ կտրամադրեն, կլինի կբավարարի իմ արձակուրդը օրերը, չգիտեմ, պարզ չի, դեռ չեմ զրուցել։ Զբոսաշրջության վարչությունից հետաքրքրվեցինք, թե ինչու չեն ավելացնում սոցիալական փաթեթ սպասարկող գործակալությունները, հատկապես ինչու գործակալություններ չկան մարզերում։ Այդ ցանկը սահմանափակ չէ, կա սահմանված կարգ եւ այդ կարգով ցանկացած ժամանակ, ցանկացած զբոսաշրջային օպերատոր, իհարկե որը համապատասխանում է այդ կարգով սահմանված չափանիշներին, կարող է դիմել, հաշվառվել, իմիջիալոց նաեւ ցանկալի է, որովհետեւ ուրեմն պահանջարկը գնալով ավելանում է եւ կարիք կա, որպեսզի կարողանանք այդ պահանջարկը բավարարել։ Սահմանված չափանիշները խիստ չեն, բայց դրանց չեն համապատասխանում մարզերում եղած տուրիստականները։ Մի գործակալությունում էլ մեզ հայտնեցին, որ այս ծառայությունը մատուցելուց իրենց ստացած եկամուտը չի կարող անգամ համեմատվել այլ երկրներից Հայաստան եկած զբոսաշրջիկներին սպասարկելուց ստացվող եկամտի հետ։ Երևի թե հենց այդ պատճառով սոցփաթեթներից օգտվողները մյուս զբոսաշրջիկների հետ ոչ հավասար պայմաններում են սպասարկվում։
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքում բաց եղանակով հանքավայրի շահագործման ծրագիրը գյուղի բնակչության կողմից միանշանակ ձևով չընդունվեց։ Եթե մայրաքաղաք Ստեփանակերտում այդ ծրագիրը ցնծությամբ ընդունվեց բոլոր մակարդակներով եւ այն հռչակվեց Ղարաբաղի տնտեսության փրկությունը, ապա Վարդաձորի բնակիչների համար հանքավայրի շահագործումը անհանգիստ կյանքի սկիզբ է։ Ծրագիրն իրագործելու նպատակով Valex ընկերությունը ներդրել է 80 միլիոն ամերիկյան դոլար։ Հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել մինչև 2015 թվականը։ Իսկ մինչ այդ որոշվել է, որ հանքավայրի սանիտարական գոտում ընդգրկված բնակելի տները պետք է տարհանվեն։ Առանց հարևանությամբ հանք ունենալու էլ մենք լավ ենք ապրում, ասում է գյուղի բուժքույր 52-ամյա Մարետա Սուլեյմանյանը, ում տունը իր տնամերձով եւ մրգատու ծառերի մեծ այգիով կքանդվի։ 2 տոննա հողամասա լրիվ ինում այդ հանքի մեջ, լրիվ, թա արտը, թա են բոստաննենա, լրիվ ինձ մին, դաժը մին 5 սանտիմետր հողը չոնիմ, որ ասիմ նա կա պիտի մնա նա վյոլակ, կա ոչ, լրիվ իմս ինում, երևի ես օխտու տանը մեջ են ամենատուժվածի եսեմ, որովհետև լրիվ իմս ինում մեջ, մին կտոր չկա, մին հողա կտոր չմնամ, որ ես նանա օգտի, մի ասիմ ետնա կա օգտի, լրիվ, ետ կարակ ոզիկ նիմնիկ մր բոստանը տեսնակ, մր բոստան նիմնիկ կմնակ զարմացած, թա ինչ կան են եկալ նկարակյացալ, երևի իրանք կլչն հվատում ասում, որ ձևի ծыз բոստան կնի, այգի, ծարնաբաղա, մեծ մասը իմս ծարնաբաղա, լրիվ ծարնաբաղա, համ են տիերը պողամասը երկու տնամերձալինի, համ տիերը տնամերձնա, համ ես տնամերձնա, համ են վայելահող են 20%-ների մեջ, նա լրիվ ծարներ եմ կցած ես։ Ես տունը 20 տարի առաջ արած։ Ես կրվից հետո ենք, ես տունը սարքալ։ Հա ինչ չչարմոնք անք սարքալ ես տունը։ Ոչ ոզում ասեմ, ես քան չչարվամ, տանջվալım, որպես ես զորան օրեմ խոխակիս ենին ապահով ապրին։ Ըստ հաստատված ծրագրի, սանիտարական գոտում հայտնված բնակելի տների բնակիչների համար գյուղի մեկ այլ վայրում կկառուցվի միկրոթաղամաս անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Կարող ապտայ իրենց սարքած տները մոր ավելի լավ ինի, բայց միևնույն է։ Ասմացի տնակը բուն է, ամիշներ իրան առաջվա բունն է հիշում։ Մինա, ինչքան է լավ տուն սարքին, մինա իմս տեղը տլան չելի։ Մարդկա ծաղջայինը ազդում է, տա ասում չենք, ամեն օրը տա ենք մտածում, որ միևնույն է, ինչքան ասես վնաս չտամ, տա հնարավոր բենչ։ Երևի թվում է տա հնարավոր չլի։ Որտեղ լոխը տելևիզիոն կեշում լոխը տեսնում ենք հանքավայրերը ղափան ասկսած են մամտեղատուս եկած լոխը տեսնում ենք։ Այս ձևի հիվանդությունն կա ամեն ինչի ազդում է։ Մուկտա լոխ լապել գյուդում ենք։ 90-ականների մարտական գործողությունների ընթացքում Վարդաձորն ամբողջությամբ ավիրվել էր ադրբեջանցիների կողմից։ Ազատագրվելուց հետո միայն գյուղի բնակիչները վերադարձել են գյուղ եւ վերակառուցել իրենց տները։ Այսօր գյուղում ապրում է 40 ընտանիք մոտ 190 բնակիչներով, որոնք զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Գյուղի դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Ալիկ Դանիելյանը մի քանի տարի է ինչ ավարտելով ուսումը գյուղ է վերադարձել, սակայն հանքավայրի աշխատանքները սկսելու պես Ալիկը պատրաստվում է իր երիտասարդ ընտանիքի հետ լքել գյուղը։ Ընդհանրապես հեռանկարները երիտասարդության կողմից, կոնկրետ եթե երիտասարդության մասին եմ մտածում, հեռանկարները ընդհանրապես չկան, քանի որ շահագործման դեպքում օդի կեղտոտումն է, ասինքն եթե որպես ես նորաստեղծ ընտանիք, կոնկրետ ես չեմ ապրելու նման կեղտոտ շրջակա միջավայրում, որովհետև սա մարդկությանը իրոք վնաս է։ Վարդաձորի համայնքապետ Նելսոն Դանիելյանը գիտակցելով հանքարդյունաբերական ծրագրի վտանգների առկայությունը խոստովանում է, որ այդուհանդերձ ուրախությամբ է ընդունել կառավարության որոշումը, քանի որ իր կարծիքով գյուղն ամեն դեպքում շահելու է։ Իհարկե վտանգավորություն կլինի, վտանգ կլինի առողջության հետ կապված։ Պանել ասեմ, ես տոնը որ կա, լավ տեղ է, հողամաս է, լավ ծառ է, լավ տնտեսությունն են չուրանց։ Հավանական է, բայց որ հանք պիտի աշխատի, աշխատելու, որ դա ոչ թե մնա մեր գյուղ հարցնալու, մեր Ղարաբաղի հարցնալուտելու։ Իհարկե, գյուղս խեր, որ այնից սկսալա հանքը շահագործվել է 2001 թվականին դուրն բոնում, թոշակ աշտավար ժամանակին կարում տան։ Վարդաձորցի Արամայիս Ավանեսյանը չի դժգոհում այն փաստից, որ իր հարևանությամբ հանքավայր է շահագործվելու, ոչ էլ ընդդիմացել է, երբ տեղեկացել է իր տունը քանդելու որոշման մասին։ Դե հերոինիկ տեսանք, ինչ ասեմ, մենք ստե 4 թորնում, մինի կուտիրա երկուսն իրեք շկոլի են դակային, մինի 3 տարեկան ավարտի։
Ինչ ասեմ, պետք է իրեն հարմար ենք, ասես դեման եմ ասեմ, ես չանում եք պայխոյք է, ես լավ մեծ եմ, ես ջաննեմ, պայխոյք է, դե ուղի մտածում։ Այն Արագաստանավը, որ հիմա լողում է Կապուտակ Սևանով, վարում է Ստասը։ Ստասը հաշմանդամ է, զրկվել է երկրաշարժի ժամանակ մեկ ոտքից, և նրա թիմակիցները նույնպես հաշմանդամ տղաներ են, և վարում են արդեն որերորդ տարին է, ավելի քան 10 տարի այս Արագաստանավը։ 94 թվականից սկսվեց ինչ-որ սպորտային ծրագրեր, ինչ-որ սպորտային ճամբարներ, ու ես բռնեցի այդ սպորտային ջուրը։ 10-ը հաշմանդամ է դարձել Գյումրիի երկրաշարժի հետևանքով։ 10 տարեկան էր, երբ կորցրեց ոտքը։ Սակայն սա խոչընդոտ չդարձավ որպես մասնագետ կայանալու ճանապարհին։ 89 թվականից ընդգրկվեց Փյունիկ հաշմանդամների միության մեջ։ Ի սկզբանե վերականգնողական ճամբարներում էր, հետո սկսեց սպորտով զբաղվել։ Արագաստանավ վարելուց բացի զբաղվում է նաև լեռնադահուկավազքով։ Աշխարհի Եվրոպայի առաջնություններից բացի մասնակցել է նաև պարալիմպիկ խաղերին։ Այս տարի Լոնդոն մեկնել չհաջողվեց, քանզի թիմակիցներից մեկն առողջական խնդիր ուներ։ Մասնակցել եմ 96 թվականի Ատլանտայի պարալիմպիկ խաղերին, 2000 թվականի Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացավ պարալիմպիական խաղերին։ Իդեպ Արագաստանավը, որի վրա տեղի ունեցավ մեր զրույցը, հենց Սիդնեյից էր բերել։ Շոշափելի արդյունքներ իհարկե դեռ չի արձանագրել այս ոլորտում, սակայն Ստասը պատմում է, որ Օլիմպիադաներում մարդիկ իրենց ելույթը տեսնելուց հետո դժվարությամբ են հավատում, որ Հայաստանում ծով չկա։ 8-րդ տեղ, 10-րդ, 7-րդ, 26-24 երկրների մեջ։ Շատ լավ։ Ու սաղ զարմանում էին, որ մանում են Հայաստանը ծով չունի ու ոնց ենք մենք։ Հաշմանդամության խնդիրը չի խոչընդոտում մարդուն հաջողություն հասնել։ Դե գիտես ոնց, օրինակ մարդ կա իրեն համար շատ դժվար է հաշմանդամության հետ հաշտվելը։ Ասում ես հաշմանդամ եմ, ոչ մի բան չեմ կարող անեմ, ավելի լավատունը մնամ։ Բայց ես ուրիշ մտածելակերպով եմ էլի շարժվում, չգիտեմ, ես միշտ սիրում եմ շարժվել, աշխատել, կոմպլեքսները չունեմ ես։ Ստասը իրեն կայացած մարդ է համարում, ամուսնացել է, 3 երեխայի հայր է, որպես կամավոր էլ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ու ընդհանրապես իրեն խոցելի խմբի ներկայացուցիչ չի համարում։ Ոնց որ ոչ հաշմանդամները իրենց տարիքը գալիս է, որ բանակ են գրում, այդ ժամանակ հենց իմ տարիքն էր բանակը մեկնելու։ Հենց այս նույն տեղը, որ պարապմունքներ էինք անցկացնում, ստեղ բանի Վազգեն Սարգսյանի հետ ծանոթացանք, ու իրան դիմեցինք, ու 2 տարի հենց ռազմական ոստիկանությունում եմ ծառայել։ Հաշմանդամությունը խոչընդոտ չէ հաջողության հասնելու ճանապարհին, ասում են Ստասն ու Արագաստ վարող իր հաշմանդամ թիմակիցները։ Սակայն միևնույն ժամանակ նշում, հասարակությունն այսօր պատրաստ չէ ճիշտ մոտեցում ցուցաբերել այս խնդիրն ունեցող մարդկանց։ Խղճալ պետք չէ, ասում են, ընդամենը պետք է հասկանալ ու ընդունել։ Ոնց էլ լինի, կա այդ վերաբերմունքը, օրինակ գիտես հաշմանդամը, հայ, չգիտեմ, խղճալ կա, չգիտեմ ինչ կա, բայց ես դրանք հաշվի չեմ առնում։ Չկա վախ, չկա լարվածություն, չկա հուսահատություն, կա կամք, կա ցանկություն ու նպատակասլացություն։ Կապուտակ Սևանում Սպիտակ Արագաստանավը ղեկավարող Ստասն ու իր ընկերները հենց այս սկզբունքով են ապրում։ Երեք Մոսկվայի Խամովնիչի դատարանում էր սկսվել է պանկ խումբ Փուսիրոտի գործով դատավարությունը։ Նադեժդա Տալակոննիկովային, Մարիա Ալյոխինեն եւ Եկատերինա Սամուցևիչին դատում են Մոսկվայի Խրիստոսպասителя տաճարում կատարած պանկ աղոթքի համար։ Признаем нашу юридическую провинность, но этическая провинность, она уголовно ненаказуема, и в этом весь смысл. Мне кажется, это самое главное, что должны понять все, в том числе и потерпевшие.
Երիտասարդ աղջիկներին կարող են դատապարտել 7 տարի ազատազրկման, համենայն դեպս նման մտավախություն են հայտնել նրանց փաստաբանները։ Նրանք արդեն 5 ամիս է ինչ անազատության մեջ են, իսկ Ռուսաստանում եւ ոչ միայն Ռուսաստանում Pussy Riot-ի պաշտպանության մի հսկա շարժում է սկսվել։ Բանկ խմբի մասնակիցներին իրենց աջակցությունն են հայտնել ռուսաստանցի մտավորականներն ու համաշխարհային աստղերը։ 3 դատավարությունը տևել է մինչև երեկոյան 7-ը, ընդ որում 3 արգելվեր էր նկարահանումներ կատարել դատարանում, ավելին բջջային կապը խախտված էր դատարանի շենքի շրջակայքում։ Դիտորդների կարծիքով Pussy Riot խմբի դեմ այս քրեական գործն ըստ էության երկու մասի է կիսել ռուսաստանյան հասարակությունը։ Մի մասը պահանջում է, որ աղջիկներին անհապաղ ազատեն, մյուս մասը պնդում է, որ նրանց պետք է ամենայն խստությամբ պատժել, որպեսզի մնացածները հասկանան, որ եկեղեցին սրբավայր է։ Amnesty International կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու Լիդիա Արոյոն հայտարարել է, որ խմբի մասնակիցները պետք է անհապաղ ազատվեն եւ որ նրանց բողոքը քրեական հանցագործություն չէ։ Նրանք պարզապես խիզախություն են ունեցել են ոստանալ Կրեմլի եւ ուղղափառ եկեղեցու դեմ։ 7 տարի խուլիգանության համար պատիժը, որ սպառնում է աղջիկներին, անարդար պատիժ է, ասել է Amnesty International կազմակերպության պատասխանատուն եւ հավելել, որ ակնհայտ է, որ այս գործը քաղաքական պաստառ ունի։